Ողջույն սիրելի ընկերներ, ես այսօր կներկայացնեմ 2024 թվականի մարտ ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են առյուծ և ջրհոս նշանների ներքո։ Դե ինչ, առաջինը կխոսեմ առյուծներից, ձեզ համար մարտ ամիսը շատ կարևորվում է, որովհետև այստեղ մենք ունենք խավարումներ և գարնանային առաջին խավարումները արդեն տեղի են ունենում մարտի 25-ին, Բացի դրանից այստեղ ձեզ համար շատ կարևոր են դառնում ֆինանսական հարցերը և նաև ճամփորդությունների, օտար երկրների, նաև պետական հաստատությունների փաստաթղթային հարցերը։ Դե ինչ այդ ամենի մասին խոսեմ հերթականությամբ, ամսվա սկիզբը լինելու է լարված, սիրելիներս, որովհետև ուրան մոլորակը, որը այս պահին գտնվում է ձեր 10-րդ ոլորտում, լարված ասպեկտացիաների մեջ է նախ Վեներա մոլորակի հետ, այնուհետև Մարսի հետ և վերջին երկուսն էլ գտնվում են ձեր 7-րդ ոլորտում։ Նշանակում է հատկապես մարտի 3-ին և 9-ին ավելի թեժ կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել աշխատավայրում, ղեկավարության հետ, ամուսնու կամ կնոջ հետ, հաճախորդների հետ կամ գործընկերների հետ։ Եվ խորհուրդ կտամ հատկապես մարտի 9-ին շատ ուշադիր լինեք ձեր առողջության նկատմամբ, քանի որ մարտ մոլորակի ասպեկտացիաները սովորաբար բացասական են ազդում մեր առողջության վրա և ինչպես նաև կարող են վթարային իրավիճակներ առաջացնել մեր կյանքում։ Ամսի 10-ին նորալուսին է տեղի ունենում ձեր 8-րդ ֆինանսական դաշտում։ Սա նշանակում է, որ առաջիկա 28 օրվա ընթացքում նորություններ են այստեղ սպասվում, եթե դուք բանկային գործարքներ ունեք, ապա դրանք ամսի 10-ից հետո կստացվեն, եթե դուք ժառանգության հարց ունեք, ապա այստեղ այդ հարցերով կսկսեք զբաղվել։ 8-րդ ոլորտը նաև նախատեսում է գաղտնի սիրային կապեր, հնարավոր է ամսի 10-ից հետո նմանատիպ մարդ հայտնվի ձեր կյանքում։ Հենց նույն օրը ամսի 10-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 9-րդ ոլորտ։ Սիրելի առյուծներ, ամսի 10-ից սկսած շատ ուշադիր ենք լինում, ում հետ ենք մենք ծանոթանում, քանի որ Մերկուրի մոլորակը սա բնականաբար ինֆորմացիոն մոլորակն է, որը մեզ բերում է շրջապատ, ծանոթներ, ընկերներ և քանի որ Մերկուրին ապրիլի 1-ից պատրաստվում է լինել հետընթաց, նշանակում է մարտի 10-ից հետո այն մարդիկ, ովքեր կհայտնվեն, ովքեր ինչ-որ գործարքներ կառաջարկեն, ում հետ մենք կծանոթանանք, այդ մարդկանց թեման արդի է լինելու մեզ համար նաև ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում։ Մերկուրին մուտք գործելով 9-րդ ոլորտ մեր կյանք կարող է բերել նաև օտարերկրացիների, նաև փաստաթղթային ինչ-որ հարցեր, նաև քննություններ, պետական հաստատությունների հետ կապված ինչ-որ ծրագրեր։ Ամսի 11-ին Վեներա մոլորակը մուտք է գործում ձեր 8-րդ ֆինանսական ոլորտ և այստեղ առյուծները սկսում են մտածել ծախսերի մասին։ Վեներան ձեզ ստիպելու է ծախսել, սակայն ծախսել հաճույքների վրա, քանի որ Վեներան հաճույքների մոլորակ է և այն սիրում է գեղեցկանալ և նշանակում է առյուծները փորձելու են ամսի 11-ից հետո ինչ-որ շքեղ իրեր գնել իրենց համար, իրենց տան համար, իրենց անշարժ գույքի համար։ Ամսի 20-ին արևը նույնպես ձեր գլխավոր մոլորակ տեղափոխվում է 9-րդ ոլորտ։ Սիրելիներս, ամսի 20-ից հետո ձեզ համար կարևորվում է պետական հաստատությունների հարցերը, քննությունների հետ կապված, միգուցե դեսպանատների կամ ճամփորդությունների նմանատիպ հարցերը։ Եվ հենց նույն օրը ամսի 20-ին արևը տեղափոխվելով 9-րդ ոլորտ անմիջապես սեքստիլ է կազմում Պլուտոնի հետ, որը կրկին ձեր 7-րդ ոլորտում է։ Եվ այստեղ Պլուտոնը 7-րդ ոլորտից ինչ կարող է ձեզ բերել։ Արև Պլուտոն այս սեքստիլը ձեր կյանքում կարող է բերել հաջող ֆինանսական գործարք, կարող է բերել, ենթադրենք, դեսպանատան հաստատումը, որ դուք ի վերջո կարող եք մեկնել այդ երկիր, կամ ասենք այստեղ հնարավոր է Պլուտոնը նաև ձեր կյանք բերի ինչ-որ շատ կարևոր, շատ պաշտոնով մարդու ներկայությունը, որը ձեզ հետագայում կօգնի ինչ-ինչ հարցերում։
Ամսի 21-ին Վեներա մոլորակը միանում է Սատուրնի հետ ձեր 8-րդ ֆինանսական դաշտում։ Այստեղ մեզ սպասվում է փոքր հիասթափություն, քանի որ Սատուրնը գտնվելով ձեր 8-րդ ֆինանսական ոլորտում, ամեն դեպքում մի փոքր սահմանափակում է ձեր ֆինանսական կարգավիճակը, այսինքն այս պահին առույցները մինչև կարելի ասել 2026 թվականի գարուն, երբ Սատուրնը լինի ձեր 8-րդ դաշտում, ուրեմն տեսեք, այստեղ սահմանափակելու է ֆինանսական կարգավիճակ, այսինքն մեծ գործարքներ համենայն դեպս թույլ չի տալու կամ թույլ է տալու շատ մեծ դժվարությամբ։ Իսկ ամսի 21-ին Վեներայի Սատուրնի միությունը բերում է ֆինանսական հիասթափություն, ասենք ինչ որ մի բան ենք ուզում գնել, որը բավականին թանկ արժե մեզ համար, մեր տան համար, կամ միգուցե ինչ-որ նվեր ենք ուզում նվիրել ինչ-որ մեկին, որը բավական թանկ է և այստեղ ֆինանսական սահմանափակում է առաջանում և չենք կարողանում, այդտեղից նաև արդեն մեզ մոտ ճնշված, հիասթափված վիճակ կարող է լինել։ Ամսի 22-ին մեր ակտիվությունը Մարս մոլորակը տեղափոխվում է նույնպես ձեր 8-րդ ոլորտ։ Սիրելի առույցներ, երբ Մարսը գտնվում է 8-րդ ոլորտում, իսկ 8-րդ ոլորտը ոչ միայն ֆինանսներն են, այլ նաև ճգնաժամային կրիզիսային իրավիճակները, նշանակում է պետք է զգուշանալ։ Ամսի 22-ից հետո առհասարակ զգուշանում ենք, որովհետև Մարսը կարող է առաջացնել ֆորս-մաժորային իրավիճակներ, վթարներ կամ ինչ-որ ենթադրենք կոտրվածքներ։ Այնպես որ ուշադիր եղեք, շատ մեծ ֆիզիկական ակտիվություն մի ցուցաբերեք։ Ամսի 25-ին արդեն տեղի է ունենում լուսնի խավարում։ Այս լուսնի խավարումը տեղի ունենում ձեր 3-րդ ոլորտում և նշանակում է այն վերջակետ է դնելու այնպիսի հարցերի, որոնք կային կապված միգուցե քրոջ կամ եղբոր հետ, միգուցե հարևանների հետ, միգուցե ավտոմեքենայի հետ, ասենք երկար ժամանակ փորձում եք վաճառել ձեր ավտոմեքենան և ամսի 25-ին կամ նրա մոտակա օրերին արդեն կվաճառեք, կամ հակառակը մեքենա եք ուզում գնել, կամ կար ինչ-որ խնդիր մեքենայի հետ կապված, այստեղ կարող է լուծվել։ Նաև 3-րդ ոլորտը ներկայացնում է դասընթացները, հնարավոր է ամսի 25-ի լուսնի խավարումով ավարտվի ձեր դասընթացը։ Սիրելիներս, քանի որ ապրիլի 1-ից Մերկուրի մոլորակը լինելու է հետընթաց հենց այն ոլորտում, որտեղ որ ապրիլի 8-ին տեղի է ունենալու արևի խավարում, ես պարզապես ձեզ ուզում եմ նախապես հիշեցնել, զգուշացնել, որ մարտի 25-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում ոչ մի կարևոր որոշում չենք ընդունում, ոչ մի քայլ կարևոր չենք կատարում, որովհետև այդ քայլերը կարող են լինել անդառնալի և 18 տարի, առաջիկա 18 տարիների ընթացքում մենք դրանք փոփոխել այլևս չենք կարողանա։ Դե ինձ սիրելի առույցներ, այսքանը մարտ ամսվա համար, ես այժմ անդրադառնամ ջրհոս նշանին։ Ողջույններս իմ սիրելի ջրհոսներին, ձեզ համար մարտ ամիսը նույնչափ կարևոր է, որքան մնացած նշանների համար, որովհետև ձեզ համար նույնպես այստեղ ունենք խավարումներ, բացի դրանից, բացի խավարումներից, նաև ամիսը կարևորվում է նրանով, որ մինչև ամսի 10-ը Վեներա Մարս մոլորակները գտնվում են ձեր առաջին ոլորտում և այստեղ մի փոքր լարվածություն կարող է առաջանալ ձեր առաջին ոլորտից։ Սակայն այս ամենի մասին խոսեմ հերթականությամբ, ուրեմն մարտի 3-ին և 9-ին նշեցի արդեն, այստեղ Վեներան և Մարսը գտնվելով առաջին ոլորտում, լարված քառանկյան մեջ են Ուրան մոլորակի հետ։ Սիրելի ջրհոսներ, Ուրանը ձեր գլխավոր մոլորակն է, սակայն այս պահին գտնվում է ձեր 4-րդ ոլորտում և ձեր անձնական արևի հետ կազմում է լարված քառանկյուն, նշանակում է այնքան էլ բարեհաճ չէ Ուրանը ձեր հանդեպ, նշանակում է այստեղ տան հետ կապված, անշարժ գույքի հետ կապված, տան անդամների հետ կապված, ծնողների հետ կապված, պետք է լինի որոշակի լարվածություն, կոնֆլիկտային իրավիճակ և նաև ամսի 9-ին, քանի որ Մարս մոլորակն է ներգրավում
գրաված այս լարվածության մեջ խորհուրդ կտամ այսօրը առհասարակ չճամփորդել, ինքնաթիռ չնստել եւ վթարային իրավիճակներից խուսափել, քանի որ Մարսը արագություն է սիրում եւ նաեւ այստեղ ուրան մոլորակն է, ավիացիայի մոլորակը, այստեղ կարող են ակտիվանալ վթարները։ Ամսի 10-ին նորալուսին է տեղի ունենում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում եւ այն ջրհոսները, ովքեր աշխատանք են փնտրում ամսի 10-ից հետո կունենան նոր աշխատանք, այստեղ աշխատավարձի չափը կարող է բարձրանալ, այստեղ կարող են ձեզ պարտք վերադարձնել, այստեղ ֆինանսական ձեռքբերումներ են, այսինքն նոր եկամուտներ, նոր հաճախորդներ, քանի որ նորալուսինը ենթադրում է նորություններ, նոր հնարավորություններ երկրորդ ֆինանսական դաշտում այստեղ նորություններ են սպասվում առաջիկա 28 օրվա ընթացքում։ Սակայն նույն օրը մարտի 10-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ։ Սիրելիներս, երբ Մերկուրին երրորդ ոլորտում է, մենք շատ ակտիվ ենք, մենք շփվում ենք, մենք զրուցում ենք, մենք մասնակցում ենք ինչ-որ բաների, նշանակում է այստեղ Մերկուրին երրորդ ոլորտում բերում է առավելագույն շփում մտերիմ մարդկանց հետ, ընկերների հետ, քրոջ եղբոր հետ, հարևանների հետ, նաև այստեղ Մերկուրին երրորդ ոլորտում բերում է նաև ինֆորմացիոն մեծ դաշտ, դասընթացներ, քննություններ, փաստաթղթային հարցեր եւ տեսեք այս ամենը այնքանով է կարեւոր լինելու ձեզ համար, որ Մերկուրին բավականին երկար է գտնվելու ձեր երրորդ ոլորտում, քանի որ ապրիլի 1-ից ունենալու է հետընթաց։ Այդ իսկ պատճառով սիրելի ջրհոսներ խորհուրդ կտամ մարտ ամսին իրականացնեք այն բոլոր գործերը, մինչև մարտի 25-ը ցանկալի է, այն բոլոր գործերը, որոնք կապված են ավտոմեքենայի հետ, որոնք կապված են փաստաթղթերի հետ, քննությունների հետ, քանի որ Մերկուրին լինելով ապրիլի 1-ից հետընթաց թույլ չի տալու, որ դուք կարողանաք այս ամենը ճշգրիտ կատարել։ Ամսի 11-ին Վեներա մոլորակն է տեղափոխվում երկրորդ ոլորտ եւ նշանակում է այստեղ հաճելի է դառնում այն աշխատանքը, որը դուք կատարում եք, որից դուք եկամուտ եք ստանում, նաեւ Վեներան տրամադրում է ծախսերի հնարավոր է դուք գնումներ կատարեք ձեզ համար շատ հաճելի մարդկանց համար, նաև հնարավոր է, որ այստեղ Վեներան ներկայացնելով իքական սեռի էներգիա, հնարավոր է, որ ինչ-որ կնոջ համար դուք պետք է ծախսեր, որոշակի ծախսեր կատարեք, ինչ-որ նվերներ գնեք կամ ինչ-որ գնումներ կատարեք։ Ամսի 21-ին Վեներա Սատուրն միությունը ունենք, որը տեղի ունենում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում եւ այստեղ Վեներան ձեզ մղում է լրացուցիչ ծախսերի, սակայն Սատուրն մոլորակը, որը նույնպես ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, փորձում է սահմանափակել Վեներայի քմահաճույքները եւ նշանակում է ամսի 21-ին կունենանք ֆինանսական հիասթափություն այն առումով, որ կցանկանանք ինչ-որ մի բան գնել, ինչ-որ մի մեծ վաճառք կամ արք ու վաճառք իրականացնել, սակայն Սատուրնը թույլ չի տա։ Այսինքն այստեղ կամ կլինի ինչ-որ իրավիճակ, սահմանափակող իրավիճակ կամ ինչ-որ մարդ, որը մեզ կարգելափակի։ Ամսի 22-ին Մարս մոլորակն է տեղափոխվում ձեր երկրորդ ֆինանսական դաշտ։ Սա նշանակում է, որ ամսի 22-ից հետո ջրհոսները շատ ակտիվ են լինելու, եկամուտներ փնտրելու, նոր աշխատանք գտնելու, այսինքն Մարսը այստեղ իր ամբողջ էներգիան կենտրոնացնում է նոր ֆինանսական եկամուտ ստեղծելու վրա։ Ամսի 25-ին ունենք արդեն առաջին խավարումը, լուսնի խավարումը, որը տեղի է ունենում ձեր 9-րդ ոլորտում։ Սիրելիներս, ամսի 25-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածը սա խավարումների միջանցքն է, ինչը նշանակում է, որ այս ընթացքում մենք պետք է կարևոր որոշումներ չկայացնենք։ Ձեզ համար խավարումները տեղի են ունենում 9-րդ եւ 3-րդ ոլորտներում։ Սա նշանակում է, որ ջրհոսների մոտ ինչ հարցեր, որոնք կային կապված ճամփորդությունների, դեսպանատների, փաստաթղթերի, դատական պրոցեսների, այս խավարումների ընթացքում պետք է այդ հարցերը պարզվեն, քանի որ ամսի 25-ի լուսնի խավարումը հենց տեղի է ունենում 9-րդ ոլորտում, այն հարցը, որը մինչ այդ ձեզ տանջում էր,
կապված էր միգուցե դեսպանատան հետ, օտար երկրում աշխատելու, ապրելու հետ, միգուցե օտար լեզու սովորելու հետ, պետական հաստատությունում ինչ-որ գործունեություն ծավալելու հետ, ուրեմն տեսեք այս խավարումը բերում է հստակեցում վերջաբան կապված այդ հարցի հետ։ Եվ ամսի 28-ին Վեներա մոլորակը ձեր երկրորդ ֆինանսական դաշտից շատ լավ ասպեկտ է կազմում Ուրանի ձեր գլխավոր մոլորակի հետ, այստեղ սեքստիլ է կազմում, Ուրանը 4-րդ ոլորտում է նշեցի արդեն եւ նշանակում է ինչ-ինչ հարցեր, որոնք կապված են ձեր բնակության վայրի հետ, անշարժ գույքի հետ, միգուցե տան անդամների հետ, այստեղ կունենաք շատ հաճելի անակնկալներ, որը ձեզ բնականաբար շատ դուր կգա, միգուցե դրանք կկրեն ֆինանսական բնույթ, որովհետև Վեներան դեռևս երկրորդ ֆինանսական դաշտում է, կամ միգուցե լուր կլսեք, որ ձեր տան անդամներից ինչ-որ մեկը, ենթադրենք ֆինանսական շատ լավ հաջողություն է ունեցել։ Դե ինձ սիրելիներս այսքանը մարտ ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։